Այսօր պատրաստում ենք շատ համեղ թխուկ կարամելիզացված խնձորով։ Կարամելի համով այս թխուկը անչափ համեղ է ստացվում, նուրբ, փափուկ, բերանում հալվող և շատ հեշտ է պատրաստելը։ Հաշված րոպեների ընթացքում կարող եք այն պատրաստել և հյուրասիրել։ Խմորի համար մեզ պետք է ալյուր, շաքարավազ, վանիլին, փխրեցուցիչ կամ սոդա, մի փոքր աղ, մարգարին կամ կարագ և ջուր։ Բոլորը միասին լավ խառնում ենք, տրորում ձեռքերով և ստանում փափուկ ձեռքերին չկպչող խմոր։ Այս խմորը շատ հունցելու կարիք չունի։ Ջուրը քիչ-քիչ ենք ավելացնում և ընթացքում այսպես հունցում ենք։ Կարող է մի փոքր ավել կամ պակաս պետք լինի։ Պետք է լինի փափուկ ձեռքերին չկպչող խմոր։ Խմորը ծածկում ենք և թողնում ենք հանգստանալ, մինչ այդ պատրաստում ենք միջուկը։ Մեզ պետք է միջին չափի 5-ից 6 հատ խնձոր, իսկ եթե ուզում եք միջուկը ավելի շատ լինի, խնձորի քանակը ավելացրեք։ Նախ օրը խնձորները լվացել և մաքրել եմ, կտրատում ենք մանր խորանարդաձև։ Տապակի մեջ մի կտոր կարագ ենք դնում և թողնում ենք հալվի, ավելացնում ենք խնձորները և միասին տապակում ենք 2-ից 3 րոպե։ Ավելացնում ենք նաև շաքարավազը, ինձ մոտ շագանակագույն շաքարավազ է, ես դա եմ ավելացնում, իսկ դուք կարող եք սովորական շաքարավազ ավելացնել։ Քաղցությունն էլ որոշում եք ինքներդ, եթե ուզում եք կարող եք մի փոքր ավելի շատ անել քաղցրը։ Ավելացնում ենք նաև դարչինը և բոլորը միասին եփում ենք։ Տեսեք, թե ինչքան հյութ է դուրս արձակել։ Թողնում ենք, որ գոլորշիանա և խնձորները փափկեն։ Վերջում ավելացնում ենք նաև 1 ճաշի քթալ օսլա։ Սա պարտադիր չէ, կարող եք չավելացնել։ Թողնում ենք այսպես 1-ից 2 րոպե և վերցնում կրակի վրայից։ Ահա տեսեք, թե ինչքան լավ է ստացվել։ Թողնում ենք միջուկը մի փոքր հովանա, հետո նոր լցնում ենք խմորի մեջ։ Խմորը բացում ենք մոտավորապես 1 սմ հաստությամբ և տապակից մի փոքր ավել։ Ինձ մոտ տապակի չափը 25-ից 28 սմ էր, վերցրել եմ շրջանաձև տապակ։ Տեղափոխում ենք տապակի մեջ և կողքերը հավասարեցնում ենք։ Արեք այնպես, ինչպես ցույց եմ տալիս հոլովակում։ Կողքերի այս ավել հատվածով էլ ձևավորելու ենք թխուկը։ Կարող եք նաև նախապես մի փոքր մաս խմորից առանձնացնել, պահել զարդարելու համար։ Խմորի կողքերը պետք է այսպես բարձր լինի։ Լցնում ենք միջուկը, հավասարաչափ տարածում ենք։ Ես զարդարել եմ այս տարբերակով, խմորը բացել եմ և կտրել եմ հատուկ դանակով։ Դուք կարող եք զարդարել ձեր նախընտրած տարբերակով։ Ահա այսպիսի դանակ է ինձ մոտ, այս տարբերակով շատ գեղեցիկ է ստացվում։ Եթե դուք էլ ունեք այս դանակից, կարող եք հենց այսպես էլ պատրաստել։ Այսպես խմորը մի փոքր առանձնացնում ենք, որպեսզի իր նախշերը երևա և տեղափոխում ենք խնձորի վրա։ Զգուշությամբ բացում ենք, որպեսզի չպոկվեն իրարից։ Այսպես զգուշությամբ հավասարեցնում ենք և ծայրերը ամրացնում։ Կտրում ենք ավելորդ մասերը։ Վրան քսում ենք 1 ձվի դեղնուց, տեղափոխում ենք նախապես տաքացված ջեռոց, 200 աստիճանի տակ թխում ենք 20-ից 25 րոպե։ Ահա և մեր համեղ ու գեղեցիկ թխուկը պատրաստ է։ Տեսեք, թե ինչքան լավ է ստացվել։ Թողնում ենք ամբողջությամբ սառի, որից հետո նոր կտրում ենք։ Ես մի փոքր տաք վիճակում եմ կտրել, այդ իսկ պատճառով կարամելը դեռ չի հասցրել սառի և դեռ փափուկ է մնացել։ Տեսեք, թե ինչքան խմորը բարակ ու նուրբ է ստացվել, իսկ միջուկը առատ։ Դե ինչ, այսօր էլ այսպիսի քաղցր բաղադրատոմս էի պատրաստել ձեզ համար, հուսով եմ հավանեցիք։